պետք է աշխատենք հասարակական կազմակերպությունների հետ, մեր պետական անունների հետ, ինչպես ամեն տեղայնացնել հայկական մենտալիտետին համապատասխանելու համար մտածելակերպին, որովհետև տարբեր երկրներում Անգլիայում 12 տարեկան երեխան, Միացյալ Նահանգներում 13 կամ հակառակը։ Այսինքն տեղայնացման խնդիրը մինչև 12-13։ Հա, տարբեր երկրներում Եվրոպայում ընդունված է 12 տարեկանը արդեն երեխա չի։ Մեր մոտ ինչքան է չգիտեմ։ Այսինքն սա կարևոր հարց է։ Այսինքն դա դառնալու է նաև հայեցակարգը օրենսդրական Տեսնենք, եթե հաջող լինի եւ իհարկե դա անհրաժեշտ է, որ բոլորը ընդունեն, որովհետեւ շատ դեպքերում հասարակությունը, հանրությունը ասում է եկեք ավելով ինտերնետը փակենք, ինտերնետը չհասնում է մեր երեխաներին, նման կարծիքին գոյություն ունի։ Այստեղ ես կուզենայի անդրադառնալ նախորդ տեխնիկական միջոցները, ես վստահ եմ, որ տեխնիկական միջոցները մենք արդեն երբեք չենք լուծի։ Տեխնիկական միջոցները դա այն փորձադաշտն է, որը որոշ երկրներում թույլ է տալիս այդ զտիչները այնքան կատարելագործել, որ մի գեղեցիկ որ այդ զտիչները մեր վրա դառնացել։ Այս վտանգը միշտ կա։ Մեծ Բրիտանիան օրինակ շատ ռիսկային քայլ է դիմում։ Երբ որ քեզ միացնում են ինտերնետին, դու միանում ես զտված ինտերնետին։ Եթե ուզում ես ամբողջ ինտերնետին միանաս, պետք է դիմում գրես, ասես խնդրում եմ ինձ միացրեք ամբողջ ինտերնետին։ Սա իհարկե բոլոր զարգացած դեմոկրատական երկրների տեսակետից սխալ մոտեցում, բայց Անգլիան է ամենահին դեմոկրատիան է, չէ՞, ամենահին ժողովրդական երկիրն է։ Նրանք այս ճանապարհով են գնացել, նշանակում է նրանց փորձն պետք է ուսումնասիրել։ Այսինքն նման մոտեցումը զարգացած ժողովրդավարության երկրներում միգուցե աշխատում է, բայց այն երկրներում որտեղ վտանգ կա, որ մեծ վերահսկում կլինի անձի նկատմամբ, այսինքն լավ գործիք կառաջանա, այդտեղ պետք է վերապահում նման քայլերի մոտենալ։ Իսկ մինչև հիմա մենք չունենք որևիցե տեսակի ինչ-որ իրավական հաստատող, որը կարգավորում է այս ոլորտը։ Չունենք, մենք ունենք կտավ կազմակերպությունը, որն ապահովում է դպրոցական ցանցը, եւ կտավ կազմակերպության նախորդ կազմակերպությունը Միացյալ Նահանգների հարմոնիա կազմակերպությունը կիրառել է Միացյալ Նահանգներում ընդունված պրակտիկա։ Այն է, տեղադրվել են զտիչ մեքենաներ, որոնք ստանում են կամավորներից աշխարհում գործում են մեծ քանակի կամավորների խումբ, որոնք վարում են արգելված երեխաների համար արգելված կայքերի ցանկերը։ Նաև մեծահասակների համար արգելված։ Դե խոսքը կտակի մասին է երեխաների համար, հա։ Երեխաների համար արգելված կայքերից ստանում են այն հասցեները, որոնք անհրաժեշտ է զտել, եւ նոր թողնում են երեխաների ցանցը։ Բայց ասեմ, դա էլ իհարկե անհրաժեշտ միջոց է, բայց շրջանցելու ձևերը երեխաները շատ օգտին են։ Համար անհրաժեշտ է նաև որ դասատուներ կարողանա կառավարել այդ գործընթացը, այսինքն էկրանների տեղադրման, այսինքն շատ խնդիրներ կան, որոնք ստերեոտիպ լինեն այն երկրների փորձ ուսումնասիրելու, որոնք արդեն անցել են ճանապարհը ավելի երկար, քան թե Հայաստանը։ Ես իհարկե մի բան ավելացնեմ, երբ որ խոսում ենք երեխաների մասին, երբ որ ասում ենք երեխաները գիտեն շրջանցելու ձևը, մենք այստեղ պետք է հասկանանք նախ ասելով երեխաներ ում են նկատի ունենք, օրինակ այսօր երեխաները, տեսեք մենք ունենք այստեղ նշած 3-ից 6, 9-ից 12, հա? 12-ով վերջանում է։ Չէ, սա այս բուկլետն է վերջանում։ Բայց իրականում 12-ով ավարտվում է։ Եթե մենք ունենք 5 տարեկան երեխա, հա, որ օգտվում է համացանցից, այստեղ արդեն բնական է, երեխան կարող է շրջանցել, այսինքն ծնողը կարող է վերահսկել այս դեպքում, հա, վերահսկելի է։ Եթե խոսում ենք 12-13 տարեկան երեխայի մասին, այստեղ արդեն այլ լուծումներ են պահանջվում։ Այստեղ կարևոր է խոսել, թե ինչի կարևոր է տարանջատել նա, որ տարիքային խմբի մասին ենք մենք խոսում, տարանջատել օրինական եւ ապօրինի բովանդակությունը, ծառայությունները եւ ապրանքները, տարանջատել ուրեմն խոսքը գնում է ծնողական վերահսկողության տեխնիկական միջոցների մասին, թե համացանցի զտման մասին, որը դա այլ խնդիր է, եւ տարանջատել նաեւ խոսում ենք ուրեմն մեծահասակների մասին, թե երեխաների մասին, որտեղ կան բազմաթիվ կայքեր, որոնք որ նաև ապօրինի են նաև մեծահասակների համար։ Այսինքն այս բոլոր հարցերը դիտարկելու եւ ունենալու ազգային ռազմավարություն ունենալու համար պետք է մասնակցեն բոլոր շահագրգիռ կազմակերպությունները։
մեծահասակների համար ապօրինի կայքեր ինստիտուտն է գոյություն չունեն։ Դա մոտեցման կարծիք է, դա մոտեցման հարց է, այսինքն այդ կայքերը, որոնք համարվում են մեծահասակների համար անհասկանալի, խնդրեմ, թող ներքին գործերի նախարարությունը եւ այլ ծառայությունները զբաղվեն, բայց ինչի ինչ որ մեկը իմ փոխարեն պետք է որոշի, թե ես ինչ կարող եմ նայել։ Այս մոտեցումը առաջնային է աշխարհում։ Ինչ որ մեկ առաջինը նայել է, ասել է, արդեն քեզ չի կարելի նայել, դա դրականություն է։ Իսկ այս համանալությունը թույլ չի տալիս դրականություն։ Ну երեխաների բռնություն պարունակող կայքերը ամբողջ աշխարհում համարվում են ապօրինի։ Մանկական պորնոգրությունը անշուշտ դա հանցագործություն է։ Դրա մասին է։ Դա մեր գործը չի, դա իրավապահ մարմիններ, որոնք դրանով պետք է զբաղվեն։ Մենք մեր աշխատավարձից հարկեր ենք տալիս, որ այդ իրավապահ մարմինները աշխատեն։ Երևանին ասեք, միջոցառումների ծրագիրը 5000 երեխա միջավայրի մասնակցություն, հա? Մենք պրեզենտական կետալյանների եթե վերադառնանք ծրագրին, ես այսպես մի հարց ունեմ։ Ինչպես եք դուք որոշում, թե ծրագիրը որտեղ պետք է իրականացնել։ Ինչպես են այդ դպրոցները ընտրվում, տարածքները ընտրվում։ Բոլոր դպրոցներն Արտաքին հանրապետության բոլոր դպրոցները Այս տարին մի քանի տարի դեռ Երևանն է, բայց նախապատիվները տարածվել են իմ համակ Երևանից տեղափոխվում։ դուք ունեք այնքան մասնագետներ, մենք աշխատել ենք նաև բավականին դպրոցների հետ աշխատել, այսինքն նույն դպրոցական անգամ տարիներ շփվում, ինչ-որ դասընթացներից հետո անում եք ասպետները վերնջություններ լինում են այդպիսի։ մենք անցկացում ենք ամեն տարի մրցույթներ, մասնակցում ենք բոլոր այն ցանկացող դասավանդողները եւ դպրոցները մասնակցում են այդ մրցույթներին։ Այսինքն հանրապետության բոլոր դպրոցներում այս ծրագիրը շատ շատերը իրականացնում։ Մեկ տարի ելնա միշտ 800 դպրոց մասնակցել։ Եվ հաջողականությունը 3 ամիսը մեկ անգամ, թե Ոչ, մենք հետևանից սկսում ենք 3 ամիս ապրել։ 3 ամիս նույն շաբաթ։ Չէ, ես ուղղակի հաջողականության դինամիկան չպատկերացրել։ Տարեք մտնում եք ինչ-որ մի դպրոց, Դեկտեմբերին սկսվում է ծրագիրը։ Երամսակ է սկսվում։ նույն դպրոցը։ Չէ, բոլոր դպրոցները։ Մենք աշխատում ենք արդեն այն դասավանդողների հետ, ովքեր որ յուրաքանչյուրը այդ դպրոցում աշխատում են։ Իսկ Մենք հետո աշխատում ենք։ Այս իրանք են գալիս ձերով, թե դուք եք գնում։ Ես ուզում եմ հասկանալ, ինչպես է ինտերվյու, թե որ դպրոցը Չէ, մենք մասնակցում բոլոր դպրոցը նայություններ ծրագրի մասնակցելու։ Դպրոցները հայտ են ներկայացում, դուք որոշում եք։ Մենք նախ առաջնորդի մասում ենք անցկացում, այդ բարձրացում ենք, մենք ֆիքսում ենք դպրոցների անհետշական ուղղած ծայրման դպրոցների քանակը։ Երևում է ծնողական ժողովի քանակը, երևում է քանակը միջկան մասնակցում։ Ծրագրական որի հստակ ֆիքսում են ասել, ես մեկ տարի է պատահել։ Այդպես չի որ մենք բանը դեռ կամ հենց հաստատակալը այդ բազատես այս տարվանից մենք մազուրին ամենաշը ուշացում գասում, Իսկ այսպեսի հարցեր ինչ հիմունքներով եք, ֆինանսական ինչ հիմունքներով եք ծրագիր իրականացնում, ով է ձեզ աջակցում։ Թականի, եթե ունեք հովանավոր կամ եթե պատկան մարմինները պետք է ավելի շատ ձեզ աջակցեն։ Իհարկե, ինտերնետ հանրությունը, օրանժը, հիմնական։ Այս բանի բանկերից մի քանիս արդեն կրթական մասով, կրթական բաղադրիչով։ Այսինքն իսկ կրթության նախարարությունը եւ այլն է։ Կրթական նախարարությունը մի քանի տարի գործարկատանի կրթության հարցումից միասին մի քանի տարի արդեն մասնակցել են։ Մի քանի մասով նախ կրթական բաղադրիչի զարգացման, երկրորդը հանրային իրազեկման մասով դպրոցական ինստանց կա, որ տարածում այդ ամբողջ նյութերը, դրանք այդ նյութերը, որոնք ստեղծում են այդ դասավանդողները, ուղղակի մուտքի էֆեկտ է տալու։ Այսինքն բացում այնց որ մենք ենք ստեղծում, իրենք տեղում են ստեղծում։ Լավ, եթե ամփոփենք այսօրվա մեր այսօրվա կապակցությամբ, ինչ ունենք ավելացնելու։ Ես ունեմ ավելացնելու, որ Հայաստանում ինտերնետը շատ բարվոք վիճակում է ինչպես տեխնիկական հասանելիության, այնպես էլ օգտվողների կողմից նորմալ ընկալմամբ մենք չենք տեսնում հիվանդների, որոնք երկար ժամանակ ինտերնետում մնալով դարձել են խաղամոլ, մենք չենք տեսնում, որ
ինքնասպանության փորձերը դրդված են ինտերնետի միջոցով, այսինքն հասարակությունը այն աշճան ձևավորված է եւ առողջ է, որ նման ազդեցությունները ըստ երևույթի չեն ազդում մեր հասարակության վրա, որովհետեւ ընտանիքի դպրոցի ազդեցությունը ձևավորող սերնդի վրա շատ ավելի կայուն է եւ ավելի դրական, քան բացասական, ինչ որ մենք տեսնում ենք ստացված ինտերնետից։ Ուզում եի ավելացնել, որ մենք ակնկալում ենք, որ ունենանք շատ ավելի շատ մասնակիցներ այս ծրագրում, այստեղ շատ կարևոր է նաև այն կամավորների աշխատանքը, որոնք միացել են այս ծրագրին եւ դասընթացներ են անցկացնում եւ նաև կարևորում ենք, որ կմիանան տարբեր օղակների ներկայացուցիչներ, պետության, բիզնեսի, հասարակական կազմակերպությունները կմիանան, այսինքն մենք մտածում ենք, որ այս ծրագրերը գնալով ավելի ու ավելի մեծ կրթական ծրագրեր, ավելի մեծ տարածում պետք է ստանան։ Շատ լավ, եթե լրագրողները հասեր չունեն, ամփոփենք այսօր ամեն ասուլիսը շնորհակալ եմ ձեզ այդ կապակցությամբ եւ ձեր հետագա աշխատանքներով, որտեղ հաջողություններ եւ հավերժ